Պատրաստ է արդյոք Ադրբեջանը հակամարտությունը նոր ձևաչափով տեղափոխել Հայաստանի տարածք։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հավանական չի համարում, միևնույն ժամանակ մտահոգ է, փորձում է հասկանալ Ադրբեջանի խոսույթը ինչ զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։ Ադրբեջանն այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Թեպետ ծառայությունն իր զեկույցում մտահոգություն է հայտնել Բաքվից եկող հայտարարությունների մասին, բայց չի դադարում պնդել 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Խոսրով Հարությունյանը ծառայության զեկույցը քաղաքական փաստաթուղթ է համարում։ Absolut քաղաքական նպատակ է հետապնդում։ Նրանք խոսում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին, չէ՞, կամ Իսրայել-Իրան կոնֆլիկտի մասին։ Եվ որևէ կապ, թե այդ ամենը ինչպիսի անդրադարձքում Հայաստանի անվտանգության համար, ոչ մի կապ չկա։ Զեկույցի հաջորդ կետով ԱՀԾ-ն հակասում է ինքն իրեն։ Փաստ է, որ հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին ավելի շատ են խոսում։ Նախաբանն է ասում, դա մեծ առաջի հատվածում նշում է, որ խաղաղությունը ոնց որ թե արդեն հասանելի, նույնիսկ անշրջելի, եւ իսկույն ավելացնում, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը ըստ էության դա ոչ այլ ինչ է, թե որ սպառնալի խաղաղությանը, եւ դրանից հետո ամրապնդել կամ պնդել, թե մենք արդեն մոտեցել ենք խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը, կներեք այստեղ հակասություններ կան լուրջ։ ԱՀԾ-ն նաև խոստացել է 2026 թվականին կհետևի Բաքվի հայտարարություններին, հասկանալու համար դրանց պետական քաղաքական նպատակները, փորձելով պարզել նպատակ կա արդյոք հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե խոսքն առնչվում է միայն Ղարաբաղի հայերի վերադարձի հարցին։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզ ինքը լիովին հնարածին թեզ է, ապա որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը հնարված է։ Սա հնարված իրավունք չէ, դա իրական հաստատաթղթավորված իրավունք է։ Եվ այստեղ եւս մենք գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե մենք ասենք վերադառնանք Արցախ, նրանք էլ կասեն մեր արևմտյան Ադրբեջան կենսունի, սրա այսպես դատումն է արտաքին հետախուզական ծառայության կողմից։ ՔՊԱ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին է մտահոգություն հայտնել Բաքվից եկող հայտարարությունների վերաբերյալ։ Իշխանական պատգամավորը կիսում է ծառայության մտահոգությունները, բայց կարծում է, որ Բաքուն մեղմել է իր խոսույթը։ Դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում, եւ անընդհատ այս մեսեջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն process-ներին, որոնք հիմա տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է։ Մինչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ իրեն չի հետաքրքրում այլ երկրի ռազմական բյուջեի չափը, Ադրբեջանն այն 2023 թվականից մինչև հիմա ավելացրել է 44%-ով, ինչն էլ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը խնդրահարույց է համարում։ Մասնավորապես զեկույցում նշված է, որ դա տեղի է ունեցել այլ ոլորտների բյուջեի կրճատման հաշվին։ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է համարվում նաև Իրան-Իսրայել հակամարտությունը։ Ըստ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի, ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։